Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ մի հին պատմություն է հիշեցնում։ Հնդիկ հոգևորականը որոշում է, որ պետք է ինքը գնա եւ լեռներում դառնա ճգնավոր։ Եվ որ փակվում է լեռներում, մի քանի ամիս հետո տեսնում է, որ իր մոտ մի առնետ է եկել։ Ինքը բռնում է առնետին եւ պահում է։ Առնետին կերակրում է իր բաժին հացից եւ ինչ որ մի շրջան հետո առնետը որոշում է, որ ինքը պետք է դուրս գա ման գալու։ Ինքը դուրս է գալիս Մենաստանի մոտակայքում ման գալու եւ մի կատու է հանդիպում։ Այս առնետը վախեցած վազում է նորից հոգեվորականի մոտ, ասում է փրկիր ինձ, կատուն ուզում էր ուտել։ Հոգեվորականը մտածում եւ ասում է արի ես քեզ դարձնեմ կատու, որովհետեւ եթե դու շարունակես մնալ առնետ, ապա հաջորդ դուրս գալուց հաստատ կատուն դարանակալելու է եւ քեզ որսալու է եւ առնետին դարձնում է կատու։ Մի քանի օր հետո արդեն կատու դարձած առնետը դուրս է գալիս ման գալու եւ այս անգամ բարեբախտաբար թե դժբախտաբար նրան է հանդիպում որսորդի շունը եւ ընկնում է հետևից եւ նորից կատուն փախչում է նորից հոգեվորականի մոտ, նորից ասում է փրկիր։ Հոգեվորականը դարձյալ նեղվում է, որ չի կարողացել կատուն ինքն իրեն պաշտպանել, որովհետև շունն ավելի ուժեղ էր, եւ այս անգամ էլ մտածում, ասում է լավ, ես քեզանից կդարձնեմ շուն։ Եվ հոգեվորականը կատին դարձնում է շուն։ Շանը կերակրում է, պահում եւ մի քանի ամիս հետո դարձյալ շունը որոշում է, որ ուզում է դուրս գալ ման գալու։ Դուրս է գալիս ման գալու եւ այս անգամ էլ նրան է հանդիպում վագրը։ Եվ նորից շունը փախնում, վազելով գալիս է հոգեվորականի մոտ եւ ասում է փրկիր ինձ, որովհետեւ վագրը մռնչաց, ես վախեցա։ Հոգեվորականը նայում, մտածում է ճիշտ է, վագրն ավելի ուժեղ է եւ ես քեզ կդարձնեմ վագր։ Շանը դարձնում է վագր եւ արդեն վագրի կեցվածքով շունը շարունակում է անտառում ապրել, մռնչալ, ինքը արդեն տիրակալն է կենդանիների դառնում, այսպես իրենից բոլորը վախենում են, բոլորը իր կարծիքի հետ հաշիվ են նստում, բայց մի քանի ամիս անց վագրը սկսում է նեղվել, նեղսրտել իր ներսում, որ բայց ամեն դեպքում ես իմ ներսում շարունակում եմ մնալ առնետ։ Այս միտքը սկսում է տանջել վագրին եւ նա ասում է, բայց ախր այս մասին բացի հոգեվորականից ոչ ոք չգիտի։ Ուրեմն եթե ես գնամ եւ ուտեմ հոգեվորականին, այս թեման կփակվի եւ բոլորը կմտածեն, թե ես վագր եմ եւ իմ խիղճն այլևս ինձ չի տանջի։ Եվ երբ նա մոտենում է հոգեվորականին, հոգեվորականը արդեն գիտեր նրա մտադրությունը եւ վագրին նորից առնետ է դարձնում։ Եվ ինչպես կասել իմաստունը, առակս ինչ կցուցանե։ Քանի որ Նիկոլ Փաշինյանին աճեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, նրանից առնետից դարձնելով վագր եւ Նիկոլ Փաշինյանը քաչ գիտակցում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի նրա ներսում առնետ լինելը, միայն Լևոն Տեր-Պետրոսյանն էլ կարող է վերադարձնել նրան իր իսկական կերպարին։